Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, AFL Armenia YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային շաբաթը, մեկնարկում է Winter Cup մրցաշարի 10-րդ տուրը, որը շատ հետաքրքիր հանդիպումով է սկսվում։ Chelsea-ն կմրցի Watford-ի դեմ, թիմերը խաղադաշտում են, եկեք ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերը, սկսենք Watford-ից։ Վիցյա Գրիգորյանը պաշտպանում է դարպասը համար 1, Նաիդի Պետրոսյան համար 2, Օլամիլեյկան Ադեբայո համար 4, Գևորգ Արուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Արմեն Ստեփանյան համար 9, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան համար 11, Միքայել Երանոսյան համար 15 և Արմեն Մանուկյան համար 21։ Այո, նաև հարցակման գծում կգործի Նարեկ Էկտուբարյանը 49 համարով, այսքանը Watford-ի հայտարարությունների հետ կապված, ծանոթանանք նաև Chelsea մեկնարկային կազմը, Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Սմբատ Պողոսյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8, Ժիրայ Պապիկյան համար 10, ով նաև թիմի ավագն է, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17, Ալեքսանդր Նալբանյան համար 23, Տիգրան Չուխաջյան 77 և Վլադիմիր Ալավերդյան համար 99 մեկնարկած է հանդիպումը, գնացինք վայելելու միասին այս րոպեները, իհարկե մրցում են AFL-ի հնաբնակ թիմերից երկուսը, ովքեր այսօր խաղադաշտ են դուրս եկել միանշանակ հերթական 3 միավորին արժանանալու համար։ Մրցաշարային աղյուսակում պատկերել է ավելի հետաքրքիր տեսք է ստացել։ Կրկնում եմ, արդեն միջին հատվածը անցել է Winter Cup մրցաշարի խմբային փուլի և թիմերը այլևս սայթակելու հնարավորություն չունեն, խոսքս առաջին հերթին այսօր վերաբերվում է Chelsea-ին, ով իհարկե վատ բարձավիճակում չի գտնվում, բայց այս պահին մրցաշարային աղյուսակում դիրքերը այնքան էլ հաջող չեն Chelsea-ի համար, իհարկե Watford-ը այս պահին 3-րդ հորիզոնականում է գտնվում, անկախ ամենից Watford-ը միանշանակ փորձելու այսօր բնականաբար 3 միավորին արժանանալու, բայց եթե այսպես սայթակելու տեսանկյունից նայենք, ապա այդ հնարավորությունը առաջին հերթին կարելի է իրեն թույլ տա Watford-ը, քանց Chelsea-ին, որովհետև Chelsea-ն այս պահին 11 միավորով 8-րդ մրցաշարային աղյուսակում, բայց պատկերացնում եք 8-ից 14-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերին ընդամենը բաժանում է այս պահին 4 միավոր, իհարկե 8-րդ հորիզոնականով թիմերը ամենավատագույն արդյունքի իհարկե խմբային փուլում կլինի 8-րդ հորիզոնականը play-off-ի ուղղագիծ նվաճելու համար, ու Chelsea-ն այս պահին գտնվում է հենց այդ հորիզոնականում, իհարկե Watford-ն էլ երրորդն է, այսօր հաղթանակի դեպքում Watford-ը կհավասարվի առաջատար Լեռնային Արցախին ու կշրջանցի երկրորդ հորիզոնականում գտնվող Յուվենտուսին, բայց կսպասի դեռ իր հիմնական մրցակիցները ունեն այս տուրում անցկացնելու իրենց հանդիպումները առաջիկա օրերի ընթացքում։ Իսկ արդեն Chelsea-ի մասով իհարկե թիմը անկասկած այսօր դուրս է եկել խաղադաշտը 3 միավորի հասնելու համար ու դրա համար ամեն ինչ պետք է անեն ազնվականները։ Հիմա եզրային նետում եք տեսնում ու գնդակը հայտնվում է Chelsea-ի դարպասում 1-0 հանդիպան հաշիվը բացված է։ Մեկ 0 Watford-ը բացում է հանդիպան հաշիվը, եղավ եզրային նետում ու հարադարձը, այո, այսպես դարպասապա Պողոսյանը հաջող չընդունեց գնդակը և հայտնվեց այն հենց իր դարպասում 1-0, հիմա արդեն Chelsea-ն էլ ավելի պետք է շտապի ու մտածի այս ամենի հետևանքները քաղելու համար, իհարկե բաց թողնել գնդակ հենց առաջին րոպեում կարծում եմ Chelsea-ն չէր պատրաստվում այս ամենին, բայց ինչևէ Երանոսյանն է գնդակով, այստեղ փոխանցում է կատարում Արուշանյանի ուղղությամբ ու խաղարկում է Watford-ի ֆուտբոլիստները գնդակը, Ադեբայո երկար փոխանցում առաջ Գրիշա Գրիգորյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Ասատրյանն է դեպի Ալավերդյանը հաջող փոխանցում կատարեց գեղեցիկ էր, բայց հերո թողեց Վլադիմիր Ալավերդյանը գնդակի դրից, այո Ալավերդյանը վերադարձել է կազմ, ովքեր դիտել են Chelsea-ն դեմ Աջափթակի հանդիպումը կհիշեն Ալավերդյանը այդ խաղում ստացավ շատ ծանր վնասվածք ու արդեն մի քանի շաբաթ բացակայում է Chelsea-ի հայտարարությունից, բայց արդեն նրա այդ ամեն ինչ կարգին է ու նա կփորձի այսօր հնարավորինս լավ գործել հարձակման գծում Chelsea-ին այս բարդ իրավիճակից դուրս բերելու համար եւս մեկ եզրային նետում ենք տեսնում Գրիշա Գրիգորյանն է հեռացնում գնդակ, այո Ալավերդյանը անկասկածի մեծ կատարում ունեցավ Աջափթակի դեմ խաղում, հիշում եք մրցաշարային աղյուսակում էլի լիգայի պատկերը հետեւյալն էր, եթե այդ խաղում Chelsea-ն պարտվում էր, ապա Աջափթակը դառնում է չեմպիոն, բայց Chelsea-ն ոչ միայն չպարտվեց, նաեւ տարավ հաղթանակ մրցակցի դեմ խաղում, իհարկե Ալավերդյանը չխփեց գոլ, բայց երկրորդ գոլի ժամանակ երբ Արսեն Ասատրյանը գրավեց
Աջափնյակի դարպասը Վլադիմիր Ալավերդյանը ունեցավ իր մեծ նշանակություն այդ ստանդարտի ժամանակ խանգարեց դարպասապային Աջափնյակի, ով չկարողացավ տիրել գնդակին ու հետո այն վերադառնալով Ասատրյանի մոտ շատ դիպուկ հարված կատարեց Արսեն Ասատրյանը ու առաջ մղեց հաշվի մեջ Չելսին։ Հիմա արդեն սա Winter Cup-ն է, հիշեցնեմ էլի լիգան ավարտվել է Չելսին իսկական խոչընդոտ հանդիսացավ այդ խաղում Աջափնյակի համար ու թույլ չտվեց մրցակցին հասնելու այդ երկար սպասված տիտղոսին, տիտղոսը նվաճեց Վիլյարեալը։ Իսկ արդեն այսօր Ալավերդյանը իհարկե անելու է հնարավորինս կրկնում եմ եւս մեկ անգամ անհնարին հնարավոր դարձնելու համար, որպեսզի հարձակման գծում հատկապես օգտի թիմին այսօր հայտարարություն կա ու խաղադաշտում է գտնվում թիմի ավագ Ժիայի Պապիկյանը, ճիշտ է նա նույնպես ունի վնասված Չելսի վերջին տուրի խաղում ինչ թիմերը գնացին արդեն ընդմիջման կարճատև մոտ 10 օրից բաղկացած, այո, տոնական ընդմիջումների մասին է խոսքս։ Պապիկյանը Լացիոյի դեմ խաղում վերջի տուրում Չելսի հանդիպման ստացավ վնասված ու այսօր հարցականի տակ էր նրա խաղադաշտում գտնվելը, բայց Պապիկյանը այստեղ է եւ անհրաժեշտության դեպքում իհարկե կփորձի մտնել խաղադաշտու օգնել Չելսին։ Եվ տեսնենք հիմա արդեն ինչ կառաջարկեն թիմերը, մեծ աչքի եզրով գրովում է Վոտֆորդը։ Կա փոխանցում Գևորգ Արուշանյանը այստեղ դարպասապա Պողոսյանը թիկունքից լինեն կանկեղծ խանգարում էր Արուշանյանին ու չէր ստացվի Արուշանյանի հարվածը այնպես ինչպես նա կմտածեր այդ իսկ պատճառով փորձեց փոխանցում կատարել եւ հիմա Չելսին շարժվում է առաջ Արսեն Ասատրյան լավ տարավ գնդակ Ասատրյանը լավ դեր փոխանցումը բայց այստեղ Երանոսյանը ավելի շուտ հասավ գնդակին ու թույլ չտվեց այն հայտվի Ալավերդյանի մոտ ով ընդունելու դեպքում պատրաստ էր արդեն եզրափակելու գրող գնդակով կրկին Վոտֆորդի ֆուտբոլիստերն այստեղ սխալ Նալբանդյանը խլեց, բայց հարված կատարելու հնարավորություն չտվեց Երանոսյանը նրան հետո էլ ստիպված հաղթեց խաղի կանոնները ու ստանդարտ իրականացրի հիմա Չելսին Ունի կատարողներ Չելսին իհարկե ստանդարտերից իր թիմի կազմում հենց Նալբանդյանն էլ պատրաստվում է հարված կատարելու բավական հեռու է տարածությունը, բայց մեկ անգամ չի որ Նալբանդյանի կատարմամբ նմանատիպ տարածություններից մենք հարվածներ տեսել ենք, տեսնենք այս անգամ ինչպես կստացվի այս ստանդարտի խաղարկումը հարված թե փոխանցում կտեսնենք պատը կազմված է ու կա մրցավարի Սուլիչը Նալբանդյանը մոտենում է գնդակին Ալեքսանդր Նալբանդյան փոխանցում էր սա բայց այստեղ հարված չկարողացան կատարել Չելսիի ֆուտբոլիստները Սմբատ Պողոսյան գուցե Պորտի Պողոսյանը անցավ մեկ մրցակցի հարվածեց բայց բարձր է ստացվում այլ Սմբատ Պողոսյանի կատարած հարված ու հարված կլինի արդեն Վիտյա Գրիգորյանի պաշտպանած դարպասից Այո ֆուտբոլիստները Կարելի է ասել այսօր ֆուտբոլը կարոտած վերադարձել են խաղադաշտ 2026 թվականի առաջին հանդիպումներն են անցկացնում այս երկու թիմերը խոսքս Վոտֆորդի ու Չելսիի մասին է բնականաբար ովքեր փորձելու են իհարկե 1-1 ու 2026 թվականը մեկտարկել հաղթանակով տեսնենք թիմերից որ մեկին բախտը կուղորթի առաջինը Գերանոսյան Արուշանյան հետ փոխանցում կատարեց Ադեբայոյի ուղղությամբ Տեսնենք Ադեբայանն ինչ որոշում կայացի Սառը սրտորեն այստեղ խաղարկեց գնդակը Արուշանյանի հետ ու կարողացավ հիմա Գևորգ Արուշանյանը հեռացնել գնդակը բայց այստեղ Սմբատ Պողոսյանը առաջիններ ու թույլ չտվեց մրցակցին գրող կազմակերպել խաղարկեց գնդակը դարպասապա Էրիկ Պողոսյանի հետ ու շատ հաջող փոխանցում ենք տեսնում դեպի Տիգրան Չուխաջյանը Չուխաջյան այստեղ չհասկացան միմյանց Չելսի երկու ֆուտբոլիստներ, բայց Սմբատ Պողոսյանը կարողացավ գնդակը պահել ու հիմա շարժվում է առաջ կա Աչիս Նալբանդյանի տարբերանքը Պողոսյան Չուխաջյանի հետ խաղարկեց գնդակը ու հիմա էլ չանցավ Չուխաջյանի փոխանցումը, բայց հասավ գնդակին Չուխաջյան ու կարողացավ հիմա արդեն փոխանցում կատարել Նալբանդյան Եվ այստեղ կար խաղի կանոնների խախտում Էկտուբարյանի կողմից արդեն Եվս մեկ ստանդարտ կիրասնի Չելսին ու նորից Նալբանդյանն է տեղադրում գնդակը Հիմա արդեն մի փոքր ավելի անհարմար է հարված կատարելու համար դիրքը քան նախորդ դրվագում կարծում եմ փոխանցում կհետևի դեպի Տուկանային հրապարակ Նալբանդյան կա փոխանցումը Ասատրյան բայց այստեղ հարվածը հաջող չստացվեց Ասատրյանի կատարած ու հարված կլինի կրկին Վոտֆորդի դարպասից այո Չելսին բաց թողած գնդակից հետո շատ ակտիվ րոպեների անցկացնում խաղադաշտում բայց դա միայն իհարկե բավական չէ պետք է Փաստացի հասնել արդյունքի Սմբատ Պողոսյան, Արսեն Ասատրյան նորից
փոխանցումը Պողոսյանն էր ուղղված, բայց հասավ գնդակն Ալբանյանով կրակեց հերվից բարձր է ստացում Ալբանյանի այս կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հիմա փոփոխություն տեղի կունենա Վոտֆորդի կազմում Էկտուբարյանը դուրս եկավ խաղադաշտից ու նրա փոխարեն խաղադաշտ մտավ արդեն Թիմի 8 համարը Հայկ Պողոսյանը, տեսնենք Պողոսյանը ինչ կփորձի անել Վոտֆորդի կազմում, խաղարկում են գնդակը Վոտֆորդի ֆուտբոլիստները, այո Վոտֆորդը մինչև 2025 թվականի վերջի տուրի հանդիպումը անպարտելի էր Վինտեր կապ մրցաշարում, բայց վերջի տուրում լինենք անկեղծ շատ բարդ մրցակցի հետ էր հանդիպումը անցկացնում Վոտֆորդը վերջում բաց թողած գնդակից հետո պարտվեց 3-2 հաշվով Լեռնային Արցախինով այս պայն մրցաշարային աղյուսակում առաջատարն է իհարկե մեղադրել այդ պարտության մեջ Վոտֆորդի ֆուտբոլիստերից ոչ ոքի չի կարելի հավասար հանդիպում ընթացավ իսկապես խաղադաշտում, բայց Լեռնային Արցախը կարողացավ վերջի րոպեներին կորզել հաղթանակ ու մնալ անպարտելի իսկ արդեն Լեռնային Արցախի 2026 թվականը շատ վստահ մեկտարկեց Ալավերդյան վտանգավոր է Ասատրյան հավասարեցնել է պետք Աշինը, բայց արդեն Ասատրյանի կատարած հարվածը բարձր է ստացվում այստեղ ինչ իրատեսական շանս ունի հիմա Չելսին հասնելու հաջողության ու հավասարեցնելու հանդիպան Աշինը, բայց Ասատրյանի կատարած հարվածը բարձր ստացվեց հիմա այդ փոխանցում ենք տեսնում Պողոսյանի ուղղությամբ ու արդեն եզրային նետում այստեղ վաստակեց Վոտֆորդի 8 համարը խաղարկում են այստեղ Եսայանն ու Երանոսյանը եւս մեկ լավ փոխանցում դեպի Եսայանը Եվս մեկ փոխանցում դեպի Տուգանային հրապարակի բատույցներ, բայց Պողոսյանը վերցրեց գնդակ ունեցեց այն Սմբատ Պողոսյանի ուղղությամբ ձախ եզրով շարժվում է առաջ Չելսի 6 համարը Պողոսյան այստեղ չանցավ Պողոսյանի կատարած փոխանցումը Արսեն Ասատրյանի մոտ է հայտնվել գնդակը Ալավերդյանի հետ գեղեցիկ խաղարկում էին մտածել, բայց Ալավերդյանի փոխանցումը բաժին չհասավ արդեն Ասատրյանին կարողացան Վոտֆորդի ֆուտբոլիստները տիրել գնդակին ու շարժվել առաջ Շարունակ եմ միտքս Լեռնային Արցախի մասով այո թիմը 2026 թվականը շատ լավ մեկտարկեց իսկապես կարողացավ հիմնական մրցակիցներից մեկի Վինտեր կապ մրցաշարի ֆավորիտներից մեկի դեմ խաղում հասնել խոշոր հաշվով հաջողության 7-0 հաղթեցին Ման Սիթիին ու շարունակում են մնալ անպարտելի այո հիշեցնեմ այս պահին դեռ մի քանի թիմ է որ պարտություն չի կրել Վինտեր կապում եւ այդ թիմերն են Լեռնային Արցախը, Յուվենտուսը եւ Ատլետիկո Երևանը Թիմեր, որոնք չունեն դեռևս ոչ մի պարտություն իհարկե շատ գովելի է դա թիմերի համար Ատլետիկոն եւ Լեռնային Արցախը մեկ հանդիպում ոչ ոքի են խաղացել իսկ Յուվենտուսի մասով ասեմ որ առայժմ թիմը 100% արդյունքով շարժվում է առաջ 8 հանդիպում 8 հաղթանակ, բայց այս տուրում Յուվեն ունի լուծելու խնդիր բարդ մրցակիցներից մեկը հենց նույն Մանչեսթեր Սիթիի դեմ խաղա օրեր անցու արդեն շատ հետաքրքիր դիմակայություն եւս մեկ անգամ կսպասվում է Պապիկյան հարված այստեղ դիպավ կարծես գնդակը ձեռքին, բայց գնդակը մնաց Չելսի մոտ կդիտի մրցավարը կարծում եմ կրկնապատկեր այստեղ Պապիկյանը րոպեները առաջ վերադար մտավ խաղադաշտ ներողություն ու այո դրա անհրաժեշտությունը կարծում եմ զգացվում էր խաղադաշտում Պապիկյանը իհարկե շատ կարևոր օղակ է հարձակման գծում ու այսօր տեսնենք ինչ կանի արդեն վնասվածքից հետո Ժիրայ Պապիկյանը Պողոսյան այստեղ թույլ տվեց գնդակը դուրս գա ու հիմա մրցավարը դիտելու է նախորդ դրվագի կրկնապատկերը տեսնենք Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը կարճ ետքով խաղ, բայց Վոտֆորդի ֆուտբոլիստի ձեռքը գտնվում է բնական դիրքում եւ սա 11 մետրանոց հարված չէ, հաշիվը մնում է անփոփոխ ամեն ինչ կվերսկսվի այն դրվագից որտեղ հանդիպման մրցավարը սուլեց ու դադարեցեց, հիմա արդեն Պողոսյանը խաղարկում է գնդակը Արմեն Ասատրյանի հետ դեպի ձախ Պապիկյան Լավ փոխանցում դեպին Ալբանյանը գուցե հիմա հարված կատարին Ալբանյանը ոչ սա փոխանցում է ու Արսեն Ասատրյանը եւս մեկ հարված կատարեց, բայց բարձր ստացվեց այս դրվագը շատ նման էր այն գոլին, երբ հեղինակեց Ասատրյանը Աջապտյակի դարպասը առաջին րոպեին իսկապես, բայց այդ դրվագում փոխանցում կատարողը ոչ թե Ալբանյանն էր, այլ Սմբատ Պողոսյանը հիմա փակեց Ալբանյանը գնդակի ճանապարհը ու եզից կնետի Վոտֆորդը Արագորեն Երանոսյանը նետում կատարեց Արուշանյանի ուղղությամբ ու դեպի Ադեբայոն է փոխանցում հետևում արդեն
Պաշտպանել դեպի աչեզը շատ լավ փոխանցում Գագիկ Սահակյան վտանգավոր է Սահակյան հարված ու Պողոսյանը հիմա փրկում է Չելսիի վերահաս գոլից ինչ է կատարվում այս րոպեների խաղադաշտում հիմա ուներ Վոտֆորդը կրկնապատկելու մեծ հնարավորություն հանդիպան դաշինով բայց այնպես չէ որ Սահակյանը վատ էր հարվածել պարզապես Պողոսյանը ճիշտ դիրքում էր ու կարողանում է հեռացնել գնդակը անկյունային հիմա էլ խաղարկի արդեն Վոտֆորդը Երանոսյանն է տեղադրում գնդակը Երանոսյան կա փոխանցումը այստեղ հեռացված է գնդակը Ալավերդյանն է նահանջել հիմա պաշտպանությունը օգտում Չելսին Արուշանյանը հարված Վարդրի Արուշանյանի կատարած հարվածը ստացվում այո երևում է իսկապես ֆուտբոլիստները որքան կարողացան ֆուտբոլը վերադարձնել խաղադաշտ այս տոնական օրերից հետո հիմա իհարկե էլ ավելի մեծ Հաջիկով են անցկացնում հանդիպումները խաղադաշտում Նալբանդյանն է Աչեզրով կրկին գրոյին միացել այստեղ պայեց գնդակը դաշտի սահմաններում Ալեքսանդր Նալբանդյանը ուղարկեց Ասատրյանին տեսնեք ինչ որոշում կայացնի Արսեն Ասատրյանը կրկին Նալբանդյան փոխանցում Պապիկյանը ավելացեց գնդակի ընթացքը Գրիգորյան բարձր է ստացում Գրիշա Գրիգորյանի կատարած հարվածը որքան հնարավորություններ են կորցնում թիմերը այս րոպեների խաղադաշտում Առնվազն 2-3 գնդակ կարող ենք այս խփված գնդակից բացի մենք տեսնել, բայց թիմերը մեզ զրկում են առայժմ այդ հնարավորությունից ու չեն գրավում միած դարպասը Պետրոսյան շատ լավ փոխանցում է դեպի Սահակյանով արագանում է հիմա էլ Աչեզրով Գևորգ Արուշանյանի հարվածն էլ բարձր է կրկին ստացվում Նալբանդյան Չելսին արագորեն խաղարկեց գնդակը ու անցնում է գրոհի թողեց այստեղ Ասատրյանին գնդակը դեպի Ալավերդյանը փոխանցում Ասատրյան բայց արդեն խճճվեցին այստեղ Չելսիի ֆուտբոլիստները հիմա մնաց գնդակով Ալավերդյանը ու նորից բարձր է ստացվում Չելսիի ֆուտբոլիստի կատարած հարվածը ու հիմա արդեն Մրցավարը առաջին դեղին քարտը ցույց տվեց խաղադաշտում Հիմա արդեն կարելի է շարունակել հանդիպումը Գրիգորյան երկար փոխանցում առաջ ու այստեղ գնդակը բաժին է հասնում դարպասապա Պողոսյանին Գրիշա Գրիգորյան Էրիկ Պողոսյանին է ուղարկում գնդակը Գրիգորյանը ու Պողոսյանն էլ երկար փոխանցում է կատարում առաջ, բայց այստեղ չկար Չելսիի ֆուտբոլիստերից ոչ ոք։ Սահակյան եւ այստեղ հեռու թողեց գնդակը Սահակյանը եզից կնետի Չելսին։ Պապիկյան, այստեղ Սահակյանի ճնշումը կար թիկունքից ու դա իր օգուտը տվեց եզրային նետում հիմա արդեն կիրականացնի Վոտֆորդը։ Պետրոսյանն է պատրաստվում իրականացնելու եզրային նետումը։ Կա մրցավարի սուլիչը Նայիրի Պետրոսյան երկար փոխանցում առաջ, այստեղ Արուշանյանը ընդունեց գնդակը Արմեն Ասատրյանն էլ թիկունքից աշխատում է, բայց Սահակյանին ուղարկեց գնդակը ու այստեղ Պապիկյանը հաջող խլում կատարեց ուղարկեց գնդակը Ալավերդյանին, իսկ այստեղ Ադեբայոն իրադրությունը վերահսկում էր ու թույլ չտվեց Չելսիի գրոհը նպատակակետին հասնի, վտանգավոր գրոհի մել Վոտֆորդ անցել, բայց գնդակը իհարկե այս դեպքում պարտավոր էր դուրս գալու վերցնել Էրիկ Պողոսյանը այդպես էլ արեց ու շատ լավ է նկատել Պապիկյանին միայն գնդակը նրա կատարած փոխանցումից հետո չհասավ խաղընկերոջը Չուխաջյան Աչից կատարբերակ լավ է նկատել Նալբանդյանի առաջ խաղացումը, բայց չանցավ փոխանցումը Գրիշա Գրիգորյան Նալբանդյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ Երանոսյանն է պայքարում Նալբանդյանի դեմ ու Կորցրեց այս դրվագում Նալբանդյանը գնդակը, Ադեբայո կարողացավ հիմա Ադեբայոն դուրս գալ պաշտպանությունից, Չուխաջյանն էլ այստեղ փորձեց խլում կատարել, բայց Պողոսյանը Արագորեն վերականգնեց գնդակի իր թիմի համար ու նորից սառնասրտորեն են գործում Վոտֆորդի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց եւ կարող են լավ գրոհի անցնել կա այստեղ տարբերակներ դեպի Սահակյանը փոխանցում Գագիկ Սահակյան
Սահակյան անցումը ստացվեց, Սահակյանի փոխանցումը նույնպես, բայց գնդակը չհասավ Արուշանյանի նույնը Չելսին ներդրում է առաջ 4-3-ի դիմաց Արսեն Ասատրյան։ Տեսեք ինչ որոշում կայացի, ուղարկում է գնդակը Նալբանդյանին, հասցրեցին արդեն վերադասավորվել Watford-ի ֆուտբոլիստները, այնքան դանդաղեց Չելսի գրո այս իրավիճակում եւ հիմա հերացված է գնդակը, բայց Գրիշա Գրիգորյանն այստեղ անցումը կարողացավ կատարել ու շարժվում է առաջ։ Շատ լավ փոխանցում դեպի Ժիայ Պապիկյանը, բայց այստեղ չէր սպասում այս փոխանցմանը։ Պապիկյան ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա էլ եզրից կնետի արդեն Watford-ը։ Եզրային նետում իրականացված է Ադեբայոնը գնդակով։ Տեսնում ենք փոխանցում, բայց Արմեն Ասատրյանն է հիմա էլ կանգնում Watford-ի գրոյի ճանապարհին, Հարությունյանին ուղարկեց գնդակը։ Պապիկյան բարձից փոխանցում ու այստեղ Ալավերդյանը ավելացեց գնդակի ընթացքը, բայց գնդակը չհայտվեց դարպասում ու հարված դարպասից է նշանակել մրցավարը։ Ադեբայո շատ լավ փոխանցում էր, բայց այստեղ Գրիգորյանը առաջինն է գնդակին արձագանքում, իհարկե եթե հասներ գնդակը դեպի Միքայել Երանոսյանը, ապա միայնակ կմնար արդեն դարպասապայի դիմաց Երանոսյանը, հիմա Չուխաջյանը հաջող խլում է կատարում։ Նալբանդյան ու չստացվեց այստեղ Նալբանդյանի կատարած հարվածը։ Ադեբայո խորքից սկսում է Watford-ը, Ադեբայոն շատ հաջող փոխանցում է նորից կատարում Սահակյանի ուղղությամբ ու դեպի հետ Նայդի Պետրոսյանը, այո, պետք է Չելսին իսկապես շտապի խաղակեսի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել, 2 րոպե մինչ հիմնական ժամանակի ավարտ ու պետք է արդեն իհարկե Չելսիի ֆուտբոլիստները մտածեն այս ամենի մասին, եթե կարողանան հավասարեցնել հանդիպան հաշիվը մինչև մթվիճում, ապա խաղակեսը լավ կարող են մեկնարկել։ Բայց իհարկե դրա համար պետք է լավ գրոհներ իրականացնել։ Նալբանդյանն է գնդակով կա Հարությունյանի տարբերակը կատարեց փոխանցում Էրիկ Հարությունյան։ Այստեղ հարվածի ճանապարհը փակեց Երանոսյանը ու հիմա Watford-ը նետվում է առաջ։ Սահակյան անցումը ստացվեց Սահակյանի, վտանգավոր է Գագիկ Սահակյան, փոխանցում հարված է պետք կատարել, հարվածը տեղի ունեցավ, բայց այստեղ արդեն հասցրեցին Չելսի ֆուտբոլիստները փակել Ստեփանյանի հարվածի ճանապարհը ու երկար փոխանցում ենք տեսնում առաջ, բայց այստեղ նորից Watford-ը տիրեց գնդակին, հետո Հարությունյանը խլեց այն մրցակցից, հետո կորցրեց ու հիմա Արուշանյանի մոտ է նորից գնդակը Watford-ը գրոհում, աչից կա Սահակյանը, կա փոխանցում նրա ուղղությամբ, Գագիկ Սահակյան պետք է հարվածել, այդպես էլ արեց Սահակյանը ու այստեղ Պողոսյանը չկարողացավ ֆիքսել առաջին հարվածից հետո գնդակը, հիմա անկյունային իրականացնի Watford-ը։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը արդեն ինչ կտա Watford-ի ֆուտբոլիստերին, այո Watford-ի իհարկե չի շտապի, կստացվի երկրորդը հեղինակել, կստացվի առաջի կեսում, չէ, իհարկե 1-0 վատ արդյունք չէ Չելսիի դեմ խաղում գնալ ընդմիջման այդ առումով, բայց հիմա բարակ հակագրոհ է Չելսին ասում Նալբանդյան, կա Պապիկյան, Ալեքսանդր Նալբանդյան ում էր ուղղված այս փոխանցումը, իհարկե եթե Պապիկյանին, ապա շատ ուժեղ ու անհարմար փոխանցում կատարեց այստեղ Նալբանդյանը, եթե հարված էր, ապա շատ թույլ Նալբանդյանի կատարմամբ, իհարկե մենք նրանից նմանատիպ հարվածների սովոր չենք, նա երբ հարվածում է շատ վտանգավոր է ստացվում ցանկացած մրցակցի համար, հատկապես կրկնում եմ, հատկապես հեռահարատարածությունից։ Պողոսյան Հարությունյանին է ուղարկում գնդակը դեպի Պապիկյանը, փոխանցում մնաց գնդակով Ժիայ Պապիկյանը, բայց այստեղ Պետրոսյանը շատ լավ աշխատեց ու խլեց գնդակը Պապիկյանից, հետո կորցրեց ու Նալբանդյանի մոտ է հիմա էլ այդտեղ գնդակը դիպավ այստեղ Հարությունյանի ձեռքին գնդակը եւ ստանդարտ իրացնի խաղակեսի վերջնամասում Չելսին շատ վտանգավոր դիրքում, իհարկե գուցե ստանդարտը գա հիմա Չելսիին օգնության, նրանք կարող են իհարկե ուղիղ միջին հատվածով է հիմա տեղակայված գնդակը
Եվ տեսնենք այս ստանդարտ ինչպես կիրաստի հիմա Չելսին Ալավերդյանն է գնդակի մոտ։ Հիմնական հարվածողներից այոն Ալբանդյան այս պահին գնդակի մոտ չհեռացավ գնդակից, բայց Ալավերդյանը իհարկե կարող է ու կարծում եմ այս ամենը հաշվի առնում է, որ պետք է շատ լավ իրացնել այս ստանդարտը։ Տեսնենք ինչպես կստացվի Ալավերդյանի հարվածը։ Վլադիմիր Ալավերդյան հարված, բայց պատկասված ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակը, ևս մեկ հարվածի փորձ այստեղ փոխանցում ստացվեց ու հետո էլ գնդակը Հարությունյանից դուրս եկավ դաշտի սահմաններից եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ ավարտվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներն մեկնարկում է Watford-ն Chelsea հանդիպման երկրորդ կեսը առաջի խաղակեսից հետո առաջին րոպեին տեղի ունեցած ինքնագոլի շնորհիվ Watford-ը ունի առավելություն 1-0 հաշվով, տեսնենք երկրորդ կեսում ինչով կփորձի պատասխանել առաջինը Chelsea-ն իհարկե մրցակցին Հարությունյան բարձր հարված ենք տեսնում, եկեք ևս մեկ անգամ Վերիշեք մրցող թիմերի մեկնարկային գաղափարները ու սկսենք կրկին Watford-ից Վիցյա Գրիգորյանը դարպասում է համար 1, Նայդի Պետրոսյան համար 2 Օլամիլեյկան Ադեբայո համար 4, Գևորգ Կարուշյանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Արմեն Ստեփանյան համար 9, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան 11, Միքայել Երանոսյան 15, Արմեն Մանուկյան 21, Նարեկ Էկտուբարյան համար 49։ Chelsea Էրիկ Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Սմբատ Պողոսյան համար 6, Գրիշա Գրիգորյան համար 7, Արմեն Ասատրյան համար 8 Ժիայ Պապիկյան համար 10, Արուշանյան հարված ու հիմա կարող էր կրկնապատկել Գևորգ Արուշանյանը Watford-ի առավելությունը, բայց շեղությամբ ստացվեց Արուշանյանի կատարած հարվածը։ Շարունակեմ ծանոթացնել Chelsea-ի այտացուցակը Ժիայ Պապիկյան համար 10, Արսեն Ասատրյան համար 11, Էրիկ Հարությունյան համար 17 Ալեքսանդր Նալբանդյան 23, Տիգրան Չուխաջյան 77 եւ Վլադիմիր Ալավերդյան համար 99։ Իդեպ առաջի խաղակեսում մրցավարը հենց դեղին քարտը բարձրացրեց Ալավերդյանի գլխավերևում։ Ու հիմա արդեն տեսնենք Chelsea-ն ինչպես կմոտնա մրցակցի դարպասին Ասատրյան գտավ Հարությունյանին Եվ սա կոպիտ խաղի կանոնների խախտում էր, այո, ու ստանդարտ էլ ավելի մոտիկ դիրքում կիրականացնի Chelsea-ն իհարկե բոլորը կարծես սպասում էին մրցավարի սուլիչին ու այնպես չէ, որ Chelsea-ն որոշեց արվածել դարպասին, իհարկե ստանդարտը նշանակված է եւ տեսնենք արդեն այս ստանդարտը ինչպես կիրակացնեն Chelsea-ի ֆուտբոլիստները կրկին Ալավերդյանն է գնդակի մոտ ու կրկին շատ հարմար է դիրքը կա մրցավարի սուլիչը Վլադիմիր Ալավերդյան խաղարկում այս անգամ Սմբատ Պողոսյանի հետ, բայց Պողոսյանի հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց ու գնդակը հեռացավ դաշտի սահմաններից, այո լավ էին մտածել այս իրավիճակում Chelsea-ի ֆուտբոլիստները, բայց ստանդարտը գոլի վերածել չստացվեց։ Սահակյան, Պողոսյանը ճշում է թիկունքից Սահակյանին ու կարողացան հաջող խնդում կատարել այստեղ Chelsea-ի ֆուտբոլիստները Չուխաջյան, Աչիցկա, Գրիգորյան այստեղ շտապեց ու գնդակը հետ ուղարկեց Ասատրյանին։ Դեպի Պողոսյանը Ասատրյանն էլ ուղարկեց գնդակը կրկին Ասատրյան։ Ու արդեն աչ է ուղարկում գնդակը Չուխաջյան։ Գրիշա Գրիգորյան այստեղ դանդաղեց կորցրեց, բայց հետո շտկեց իր սխալը Գրիգորյանը ու հիմա Չուխաջյանը գնդակը հասցեագրում է Սմբատ Պողոսյանին կարելի է գնդակը այսպիսի փոխանցում կատարել շատ լավ արեց ամեն ինչ Պողոսյանը, բայց հեռացեցին այստեղ գնդակը Watford-ի ֆուտբոլիստները ու ասում են արագ գրոյի այստեղ Էկտուբարյանը չնկատեց իհարկե թիկունքով էր ու չնկատեց որ կողմ գնաց գնդակը Հարությունյան նորից Chelsea-ն է գրոհում ու նորից հարվածի փորձ ենք տեսնում կրկին Հարությունյանից, բայց չի ստացվում նորից Տիպուկ հարված են Էկտուբարյան չկարողացավ հասնել գնդակին Չուխաջյանն է գնդակով Արմեն Ասատրյան շարժվում է առաջ Ասատրյանը ուղարկեց Ալավերդյանի ուղղությամբ, բայց Երանոսյանը լավ աշխատեց հիմա էլ Արուշանյանը պահեց գնդակի մոտ, հարված կատարեց ու Էրիկ Պողոսյանը հիմա շատ գեղեցիկ սեյվ է կատարում իհարկե սխալին համարժեք սեյվ կատարեց այստեղ Պողոսյանը, եթե այսպես նայենք իհարկե եթե սխալվեր առաջին
րոպեին ու բաց թողեցին գնդակ, ապա հիմա այդ սխալը կարելի է ուղղաց համարել, քանի որ բավական բարդ էր հարվածել Արոշանյանը ու միայն պետք է նմանատիպ փորձ ունենալ, որպեսզի այս հարվածը ետ կարողանաս մղել, ինչպես էլ արեց Չելսիի դարպասապա, հիմա արդեն ստանդարտ տեսնենք ինչպես կաղարկեն Վոթֆորդի ֆուտբոլիստները, թողեց Սահակյանը գնդակը Երանոսյանին Երանոսյան կա փոխանցումը Ադեբայո, բայց այստեղ Ադեբայոյի մոտ դիպուկ գտնվել չստացվեց ու խաղարկումով Չելսին դուրս է գալիս պաշտպանությունից Արբեն Ասատրյան նկատեց ձախ եզրում Սմբատ Պողոսյանին ու կատարեց փոխանցում Պողոսյանը շարժվում է առաջ թողնում է Հարությունյանին սա խաղարկում էր բայց Երանոսյանը հեռացեց գնդակը Չուխաջյան հարված ու նորից շեղությամբ է ընթանում գնդակը հիմա էլ արդեն Չուխաջյանի հարվածից հետո ու Վիզյա Գրիգորյանը տեղադրում է գնդակային հաղի մեջ մտցնելու համար հիմա կարող է խաղարկել գնդակը մրցավարի Սուգիչը կա ու երկար փոխանցում ենք տեսնում առաջ բայց այստեղ ուժեղ ստացվեց փոխանցումը Ստեփանյանի համար եւ Վոթֆորդի ֆուտբոլիստը չկարողացավ այստեղ կասեցնել գնդակը Պողոսյան Շատ լավ փոխանցում դեպի Սմբատ Պողոսյանը հասավ գնդակին Պողոսյանը այս իրավիճակում ու տեսնենք ինչ որոշում կայացնի իհարկե արագության հետ կապված ոչ մի խնդիր չունի Սմբատ Պողոսյանը հիմա նորից հարվածի փորձ ենք տեսնում այս անգամ էլ արդեն Վլադիմիր Ալավերդյանից ու նրա կատարած հարվածը եւս բարձր է ստացվում Ադեբայո եւս մեկ Գեղեցիկ փոխանցում տեսանք Էկտուբարյանը ընդունեց, բայց չնկատեց Ստեփանյանը, որ կողմով է առաջարժվում ու փոխանցումը սխալ ուղղությամբ ընթացավ, հիմա Չելսի գրող, տեսնենք Պապիկյանն է գնդակով, գուցե հարվածի հենց Պապիկյանը այդպես էլ արեց ու Գևորգ Արուշանյանը գլխով այստեղ կարողացավ փակել գնդակի ճանապարհը, երկրորդ տեմպով է գրովում Չելսին, նորից Պապիկյան, նորից փոխանցում ու հիմա էլ արդեն թույլ ստացվեց փոխանցումը եւ Ադեբայոն տիրեց գնդակին Բայց այստեղ համարության շտորիվ այո Պապիկյանը վաստակում է եզրային նետման հնարավորություն, այո թույլ չտվեց Փոխանցում կատարել Ադեբայոին ու հենց գնդակը վերջինից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից Գրիշա Գրիգորյան Պապիկյան դեպի Տուգանային հրապարակ վտանգավոր է, բայց այստեղ հեռացեցին արդեն Վոթֆորդի ֆուտբոլիստները գնդակը Սմբատ Պողոսյան պետք է փորձել ամեն դեպքում Չելսի շատ մոտ է գոլին ու հիմա հրաշքով գնդակը չի հայտնվում դարպասում Ալավերդյանի հարվածից հետո հիմա չեմ կարող ասել արդյոք մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար հատել է գնդակը դարպասի սահմանակիցը թե ոչ բայց ինչպես այս դեպքում իհարկե Վիզյա Գրիգորյանը կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլից Պարզապես խոսքեր չեմ գտնում ասելու բրավո դարպասապային, բայց կարծում եմ մրցավարը կդիտի կրկնապատկերը հիմա Չելսի գրողը տեսնենք Պապիկյան Չուխաջյան թողած գնդակը Ասատրյանին ու դեպի ձախի Ասատրյանն էլ ուղարկում Սմբատ Պողոսյան Անցավ Սահակյանին ու Սահակյանը խախտեց խաղի կանոնները, բայց մինչև ստանդարտը կխաղարկեն մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար գրավված է արդյոք Վոթֆորդի դարպասը թե ոչ։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը, այո եւ գնդակը չէր հատել։ Քիչ ու հաշիվը մնում է անփոփոխ, հիմա ստանդարտը տեսնեք ինչպես խաղարկի Չելսին։ Իհարկե իրատեսական շանսը ձեռքից բաց թողեց Չելսին հանդիպան հաշիվը հավասարեցնելու, բայց պետք էր հարվածը ավելի լավ կատարել, իհարկե Ասատրյանը կարող էր գրավել, չստացվեց, Ալավերդյանի հարվածն էլ այո իհարկե փորձեց ամբողջ ուժով գնդակ ուղարկել դարպասը, բայց այստեղ բախտի գործոնը եկավ օգնության Վոթֆորդին ու Վիզյա Գրիգորյանի վրա ընդունեց գնդակը։ Հիմա տեսնենք ինչպես կխաղարկեն այս ստանդարտը։ Սմբատ Պողոսյանն է մոտենում գնդակին, սա փոխանցում էր ու արդեն շտացվեց հիմա էլ դիպուկ հարված կատարել։
Այո, արդեն լարվածությունը իր գործը անում է խաղադաշտում, Չելսին կարծում եմ իհարկե հաշվի առնում է այդ ամենը։ Ոթֆորդը հերթին իհարկե կրկնում եմ ևս մեկ անգամ առաջին հերթին պետք է շտապի Չելսին, Ոթֆորդը այս արդյունքից կարծում եմ դժգոհ չի լինի, իհարկե 3 միավոր անկախ հաշվի պարագայում մնում է 3 միավոր, նույնիսկ եթե դա մեկ գնդակի առավելություն է, բայց Չելսին այսօր 3 միավորի չարժանանալու դեպքում շատ ավելի ու ավելի է բարդացնելու իր խնդիրը փլեյով դուրս գալու համար, իհարկե Չելսին շատ բարդ մրցակիցների կարողանում է հաղթել, ինչպիսիք եղել են օրինակ Ատլետիկո Երևանը, Վիլյարեալը, Աջափնյակը, բայց այսօր իհարկե Չելսին իրեն նման չէ, առայժմ այն ֆուտբոլը չեն ցուցադրում, որը մենք տեսել ենք Չելսին մնացած հանդիպումների ժամանակ։ Նալբանդյան այստեղ կար խախտում, այո, Նալբանդյանի դեմ պայքարում։ Ու տեսնենք այս ստանդարտի խաղարկումը, ինչ կտա Չելսին։ Նալբանդյանն է գնդակի մոտ, Պապիկյանն էլ ցուցումներ է տալիս իր խաղընկերներին, կամ մրցավարի սուրիչը, Նալբանդյան փոխանցում, այստեղ Արուշյանն հեռացեց գնդակը, Էկտուբարյանն էլ որքան հնարավոր է ավել ուղարկեց այստեղ Սահակյանն ու Պողոսյանն են նորից պայքարում միմյանց դեմ ու մնաց գնդակը Պողոսյանի մոտ, այս հակամարտությունը այսօր շատ անգամներ կդիտենք Սահակյանի ու Պողոսյանի միջև, այստեղ անցումը ստացվեց, փոխանցումը էլ ավելի հաջող ստացվեց, Ասատրյան լավ էր մտածել, բայց ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը Գրիշա Գրիգորյանի համար ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եվ նորից արված կլինի Վիտյա Գրիգորյանի պաշտպանած դարպասից, այո, դեռ ունի խաղաժամանակ Չելսին այս հանդիպան համար, պետք է իսկապես մտածել առաջին հերթին հանդիպան հաշիվը հավասարեցնելու մասին։ Այստեղ խաղի կանոնների խախտում կար Չելսիի ֆուտբոլիստի դեմ պայքարում, ստանդարտ է նշանակել մրցավարը, հիմա Հարությունյանը թողեց ու հեռացավ գնդակի մոտից, Նալբանդյանն լերվից մի անգամից հարվածեց ու շեղ ստացվեց այստեղ Նալբանդյանի կատարած հարվածը, բայց գնդակը դիպավ Ոթֆորդի ֆուտբոլիստին ու անկյունային հարված կտեսնենք։ Խաղարկեցին անկյունայինը Չելսիի ֆուտբոլիստները, Սամբատ Պողոսյան ու սա խաղի կանոնների խախտում էր, հիմա է ստանդարտ է վաստակում Պողոսյանը Չելսիի համար, գրեթե նույն դիրքն է ինչ քիչ առաջ տեսանք Չելսիի ֆուտբոլիստերի կողմից խաղարկումը ու հիմա նորից Նալբանդյանն է տեղադրում գնդակը։ Եվ տեսնենք այս անգամ ինչպես կիրաստի Չելսին այս ստանդարտը, նորից Նալբանդյանն է գնդակի մոտ։ Այո, կարող է, իսկապես Նալբանդյանը կարող է, պետք է մտածել այդ ամենի մասին, կա մրցավարի սուրիչը Ալեքսանդր Նալբանդյանն ու այստեղ Գրիգորյանը փրկեց, ինչ լավ էր նկատել, հեռավոր բաց անկյուն Ալեքսանդր Նալբանդյանը ու գնդակը հենց այնտեղ էլ ուղարկում էր, բայց եթե այսօր Ոթֆորդը հասնի հաջողության ու վաստակի 3 միավոր, բնականաբար կարծում եմ հանդիպան լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի Ոթֆորդի դարպասապա, դրանում 2 կարծիք լիներ, չի կարող իհարկե, այսօր շատ անգամներ փրկեց։ Իր թիմին հիմա էլ փոխանցում է կատարում Էկտուբարյանի ուղղությամբ դեպի Եսայանը, բայց այստեղ Էդիկ Պողոսյանը ավելի շուտ հասավ գնդակին ու այն նետեց Հարությունյանի ուղղությամբ։ Հարությունյան Ասատրյանն է ուղարկում գնդակը, բայց այստեղ Սահակյանը կարողացավ խլել գնդակը, Գևորգ Կարուշանյանն էլ դեպի ձախ Էկտուբարյան, թողեց գնդակը Եսայանին ու Արսեն Ասատրյանը այստեղ վերադարձավ եւ խլեց գնդակը մրցակցից դեպի առաջ փոխանցում նորից հեռացնում է Ոթֆորդը գնդակը, Արուշանյանն ու Նալբանդյանն էլ պայքարում են միմյանց դեմ, այստեղ Արուշանյանը ընկավ ու Նալբանդյանի կողմից կար խաղի կանոնների խախտում այս իրավիճակում, հիմա արդեն ստանդարտ կիրացնեն Ոթֆորդի ֆուտբոլիստները։ Ու տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա արդեն Ոթֆորդին։
Կամրցավարի սուլիշը Գագիկ Սահակյան Բարսիս փոխանցում դեպի Տուգանայինի բատուստեր Ադեբայո 2-0 Վոտֆորդը կրկնապատկում է առավելությունը ինչ լավ իրականացեցին այս Տուգանայինը ու խփեցի Եգոր գնդակը բայց հիմա մրցավարը գալիս է դրվագի կրկնապատկերը դիտելու հասկանանք ինչ է տեղի ունեցել Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկեր ու Վոտֆորդի գոլը արձանագրված չայո խաղի կանոնների խախտում չեն եղել Նալբանդյանի կողմից Արուշայանի դեմ պայքարում հաշիվը նորից մնում է անփոփոխ ու հիմա սա կարծում եմ պետք է ավելի ոգևորի Չելսիի ֆուտբոլիստերին գնալու առաջ ու փորձելու հավասարեցնել հանդիպան հաշիվը բայց փոխարեն հիմա Վոտֆորդը գրոհում Նեկտուբարյան կա փոխանցում Եսայանի ուղղությամբ Եսայան բայց այստեղ Չուխաջյանը Հասրեց հեռացնել գնդակը Արսեն Ասատրյանին փոխանցում կատարեց ու հիմա Չելսին հասնում գրոյի բայց Ադեբայոն լավ գործեց հետո էլ կորցրեց Նալբանդյան սա խաղի կանոնների խախտում էր Ադեբայոյի կողմից թե ոչ կար խախտում ու հիմա փոխանցում է հետևում Սահակյանին դեպի կենտրոն ու այստեղ արդեն Սահակյան գնով թույլ տվեց Նալբանդյանը Տուբանյանին հարված կատարել ինչ է կատարվում հիմա խաղադաշտում Կարծում եմ իհարկե Չելսին անկասկած գիտակցում է պարտությունը ինչի կարող է հանգեցնել Սահակյան ու հիմա էլ Սահակյանի հարվածը չի ստացում, հիմա էլ արդեն Սահակյանն է կորցնում կրկնապատկելու շատ լավ հնարավորություն Նալբանդյան շատ լավ փոխանցում է դեպի Սմբատ Պողոսյանը Հարությունյանին ուղարկեց գնդակը դեպի Աչեզր Ասատրյան Նորից Հարությունյան վտանգավոր է, բայց այստեղ Սահակյանը հեռացեց գնդակը ու եզից կնետի Սմբատ Պողոսյանը Ասատրյան նորից Պողոսյան Մնաց գնդակով Պողոսյանը, բայց Շտունեց մրցավարը իհարկե կար խախտում գնդակը Չելսիի մոտ է Ասատրյան ու Սահակյանը ազդուրացաբար է հիմա պաշտպանվում ողջ կազմը Վոտֆորդի հիմա պաշտպանվում է Հարությունյան փոխանցում անդրադարձ ու Վիցյա Գրիգորյանն է հիմա վերցնում գնդակը Գրիգորյան Շատ լավ նկատեց Էկտուբարյանի շատ լավ փոխանցում կատարեց Էկտուբարյանն ու Նալբանդյանը այստեղ հասնում է կանգնել գնդակի ճանապարհին այո եթե հիմա Էկտուբարյանի մոտ ստացեր դիպուկ գտնվել ապա դարպասապա Գրիգորյանը կդառնար այս խաղում նաև գոլային փոխանցման հեղինակ բայց այստեղ Ալեքսանդր Նալբանդյանը դա թույլ չտվեց Եվ տեսնենք այս անկյունայինի ինչ կտա հիմա Վոտֆորդին կա փոխանցումը, բայց Ասատրյանը կարծես հեռացեց գնդակը Նալբանդյան ու եթե հիմա անցումը ստացվեր, ապա Չելսին 2-3 ֆուտբոլիստով միայնակ կարող էին հայտնվել դարպասապայի դիմաց, որ ճիշտ է բավական տարածություն կար, բայց բրավո այստեղ Նարեկ Էկտուբարյանին ինչպիսի մաքուր սահանքում կատարեց ու փակեց Նալբանդյանի առաջ խաղացումը Ասատրյան, Պողոսյան վտանգավոր է, Սմբատ Պողոսյան ու Գրիգորյանը նորից փրկում է Վոտֆորդին Հիմա իսկապես կարող են կացել առանց որևէ կասկածի Վիցյա Գրիգորյանը հանդիպան լավագույն ֆուտբոլիստը պետք է ճանաչվի անկախ Ամենից հանդիպումը օրինակ կավարտվի Վոտֆորդի հաղթանակով թե ոչ ոքի արդյունքով խնդրում եմ դրանում չհամոզել իհարկե երկու կարծիք չի կարող լինել այս ամենի հետ կապված երկար փոխանցում ենք տեսնում առաջ բայց այստեղ լավ պաշտպանվեց նորից Վոտֆորդը ամեն ինչ իսկապես իդեալական էին արել Չելսիի ֆուտբոլիստները բայց Պողոսյանը իհարկե նրան մեղադրել այս իրավիճակում չեն կարող շատ գեղեցիկ խաղարկեց գնդակը Ալավերդյանի հետ հարվածն էլ ճիշտ էր կատարել բայց ինչ անես եթե դարպասապահ կրահում է որտեղ պետք է ուղարկես գնդակը ու փակում է գնդակի ճանապարհը Չուխաջյան Հարությունյան Բարձից հիմա այդ փոխանցումը հետևեց ու Արուշյանը փակեց գնդակի ճանապարհը այ վերադարձավ Ալավերդյանի մոտ Վլադիմիր Ալավերդյան Հետ փոխանցում Նալբանդյանին Ալեքսանդր Նալբանդյան ու բարձր է ստացվում հարվածը, բայց եղավ անդրադարձ Վոտֆորդի ֆուտբոլիստից ու անկյունային հարված։ Հիմա կիրականացնի Չելսին։
Փոփոխություն հիմա նորից տեղի ունեցավ Watford-ի կազմում, այո, պաշտպանողական է արդեն դառնում Watford-ի հայտարարությունը Ասատրյանն ու նորից Վիթյա Գրիգորյանն է բռնում Արմեն Ասատրյան հիմա էլ Ասատրյանի հարվածը չանցավ ու հիմա կարող է Watford-ը նետվել առաջ, բայց չէ շտապում բնականաբար Եսայանը հեռացված է գնդակը ու այս ստացեց փոխանցում Պողոսյանի համար հիմա տեսեք միայն Սմբատ Պողոսյանն է այս պահին այս րոպեներին գտնվում Չելսիի պաշտպանությունում պարտվել 1-0 կամ 2-0 նույն հաշիվն է Չելսիի համար ոչ մի էական տարբերություն բայց պետք է գնալ առաջ ու Առաջին հերթին հավասարեցնել այս հանդիպան հաշիվը, այն հանդիպան, որի հերոսը իհարկե Վիթյա Գրիգորյանն է։ Դալբանդյան, շատ լավ փոխանցում դեպի Արսեն Ասատրյանը, Ասատրյանն էլ իհերթին դեպի Չուխաջյանը փոխանցում կատարեց, բայց Գևորգ Արուշանյանը այստեղ շատ հաջող գործեց թողնելով գնդակը Սահակյանին, ստանալով նրանից պատասխան փոխանցում ու շատ լավ փոխանցում է կատարում իհերթին էլ Արուշանյանը դեպի խաղընկերը Եսայան ու հիմա կարձադակրվի Watford-ի խփած գնդակը թե ոչ նորից է մրցավարը կարծես գալիս դրվագի կրկնապատկերը դիտելու տեսնենք ինչ է պատահել հիմա եթե նորից շահաշվի հանդիպման գլխավոր մրցավարը այս խփած գնդակը չեմ կարող ասել ինչ տեղի կունենա խաղադաշտում իհարկե կար դրվագ որի համար պետք է դիտել դրվագի կրկնապատկերը Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու Watford-ի խփած գնդակը արձանագրված է 2-0 Watford-ը կրկնապատկում է հանդիպման վերջնամասում իր առավելությունը ու հիմա իհարկե շտապենք, բայց մեծ քայլ է կատարում 3 միավորի արժանանալու համար։ Այո, չխլեցին այս անգամ Watford-ի խփած գնդակը կար դրվագ իսկապես որի համար պետք է մրցավարը դիտել։ Կրկնապատկերը դա Պողոսյանի դրվագն էր, որտեղ Արցական էր գնդակը դիպել էր նրա ձեռքին, թե ոչ, բայց դրվագի կրկնապատկերից հետո պարզ դարձավ, որ ոչինչ տեղի չէր ունեցել ու ամեն ինչ մաքուր էին իրականացրել այս դեպքում արդեն Watford-ի ֆուտբոլիստները 2-0 Չելսին էլ ավելի բարդ իրավիճակում է հայտնվում այս ամենից հետո Ալավերդյան Դեպի Ասատրյանը փոխանցում, եթե արագորեն մեկը ետբերի Չելսին դեռ կունենա հույս ոչ ոքի համար առնվազն փոխանցում ու Վիթյա Գրիգորյանն է կրկին հիմա երաշտում գնդակը բրավո այսօր Գրիգորյանին իհարկե ամեն ինչ իդեալական է անում Watford-ի դարպասապահը այստեղ էլ Սահակյանի դեմ կարծես խաղականոնների խախտում կար ու հիմա ստուլեց մրցավարը քանի որ գրոհում էր Չելսին հիմա տեսնենք երկար փոխանցում առաջ Սահակյանը ամեն դեպքում կանգնեց ոտքի ու լուրջ ոչինչ տեղի չունեցել ուսանք հիմա արդեն պայքարի մեջ է Սահակյանը Չուխաջյանի հետ այո որքան արագաշարժի Գագիկ Սահակյանը Չուխաջյան շարժվում է առաջ անկնագծով Չուխաջյանը լավ փոխանցում կատարեց Պապիկյանի ուղղությամբ մնաց գնդակով Չելսիի ավակը Դեպի Գրիգորյանը փոխանցում աչից կան Ալբանդյանի տարբերակը, բայց Գրիգորյանի երկու փոխանցումներն էլ չանցավ այս դրվագում։ Ու հիմա խորքից կսկսի Չելսին, Գրիչա Գրիգորյան։ Եվ հիմա էլ փակվեց այս փոխանցման ճանապարհը, Արուշանյան թողնում է գնդակը Եսայանին։ Ալեքսանդր Նալբանդյան Այո պետք է հիմա արդեն թողնի ամեն ինչ Չելսին ու շարժվի առաջ 2 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը Նալբանդյան հարված Ադեբայան կանգնեց գնդակի ճանապարհին իսկ Ալավերդյանին արդեն թույլ չտվեցին այստեղ հարված կատարել ու Վիթյա Գրիգորյանը ֆիքսում է այստեղ գնդակը Ադեբայո դեպի Ձախ փոխանցում կատարեց շատ լավ փոխանցում ենք տեսնում հիմա էլ դեպի Պողոսյանը բայց այստեղ Չելսին կարողացավ լավ պաշտպանվել ու հիմա դուրս են գալիս պաշտպանությունից բայց Նալբանդյանի փոխանցում այստեղ անհասցե ստացվեց Արուշանյան Ուղարկեց գնդակի իրենից ավելի ձախ, այստեղ Արմեն Մանուկյանն էր, բայց Չելսին խլեց գնդակը Պապիկյանն է գնդակով
Շատ դանդաղեց այս իրավիճակում Չելսին գրող կազմակերպելիս, բայց Չուխաջյանը հասցրեց փոխանցում կատարել Պապիկյան, վտանգավորը դեպի կենտրոն Գրիգորյան ու սա շատ թույլ հարված էր իհարկե հանդիպան հաշիվը կրճատելու համար։ Հիմա արդեն իհարկե ոչ մի տեղ չունի շտապելու Վոտֆորդը։ Նայելի Պետրոսյան երկար փոխանցում ենք տեսնում դեպի Սահակյանը, բայց Արսեն Ասատրյանը ավելի շուտ տիրեց գնդակին, կատարեց փոխանցում Ալավերդյանի ուղղությամբ դեպի Գրիշա Գրիգորյանը, գուցե հիմա ստացվի, հարված ու հիմա նորից Պողոսյանը փակում է գնդակի ճանապարհը, Չուխաջյան թողնում է գնդակը Նալբանդյանին, նորից Գրիգորյան, կրկին Նալբանդյան, Աչեզրով է փորձում անցում կատարել Նալբանդյանը, հասավ գնդակին, կատարեց փոխանցում, բայց այստեղ Պողոսյանը հեռացեց գնդակը, հետո Նալբանդյանը վերականգնեց գնդակը ու ինչը այստեղ դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից, Արսեն Ասատրյան, ամեն ինչ մաքուր է պետք է շարունակել հանդիպումը, հասցրեց փոխանցում կատարել, բայց Արուշանյանը այստեղ խլեց գնդակը, հետո էլ Արուշանյանի փոխանցումը չանցավ, հիմա հասավ գնդակը արդեն Սահակյանին, ով երկար փոխանցում է կատարում Ադեբայոյի ուղղությամբ, Ադեբայո վտանգավոր է, թողեց գնդակը Պետրոսյանին, նորից Ադեբայո, բայց արդեն շատ դանդաղեցին Վոտֆորդի ֆուտբոլիստները։ Արուշանյան բարձր է ստացվում այն, Գևորգ Արուշանյանի կատարեց հարվածը ու վերջ հանդիպումն ավարտվում է Վոտֆորդը հերթական 3 պիավորն է վաստակում հաղթելով իր հիմնական մրցակիցներից մեկին 2-0 հաշվով։ Հանդիպումը ավարտված է մեծ մոտ կարճատև դադար է, որից հետո կշարունակենք խաղային օրը։